Զեկույցը կառավարության կողմից սահմանված ընթացակարգով ուղարկված է ազգային ժողովին եւ ես շատ ուրախ եմ, որ դրանում նաեւ արձանագրված է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ոլորտներում մեր ձեռքբերումները եւ մեծածավալ աշխատանքը, որը կատարվել է նախորդ տարվա ընթացքում եւ որը կարելի է ասել հանգուցային է եղել նաեւ կառավարության ծրագրով սահմանված կարևորագույն թիրախների ապահովման ուղղությամբ եւ պետք է ասեմ, որ սկսելով կրթության ոլորտից մեր հատուկ ուշադրության կենտրոնում է եղել 300 դպրոցների եւ 500 մանկապարտեզների մեծածավալ ծրագիրը, դրա շրջանակներում 2025 թվականին աշխատանքներ են իրականացվել ավելի քան 320 դպրոցներում եւ ավելի քան 499 նախադպրոցական հաստատություններում, տարեվերջի դրությամբ ավելի քան 100 դպրոցներում էր ավարտված աշխատանքները եւ շուրջ 280 մանկապարտեզներում եւ նախակրթարաններում, պետք է ասեմ, որ այս թվերը ամեն օր փոխվում են եւ ըստ էության իմ նշած ավելի քան 320 դպրոցները եւ 490 մանկապարտեզները, որոնք ընթացքում էին, օր-օրի ավարտուն տեսքի են գալիս եւ մենք տարեվերջին, ինչպես եւ պլանավորել էինք, կունենանք ավելի քան 300 դպրոցներ, 306 դպրոցների մասին ենք խոսում եւ ավելի քան 500 մանկապարտեզներ եւ նախակրթարաններ, որոնք մեր երեխաների համար էապես նոր պայմաններ են ձևավորում ժամանակակից անվտանգ, ապահով միջավայրում իրենց կրթությունը իրացնելու բարձր մակարդակով։ Տարեվերջի դրությամբ նաեւ կառավարության ծրագրի մյուս կարևոր թիրախի բոլոր դպրոցների բնագիտական եւ տեղեկատվական լաբորատորիաների ձևավորման ծրագիրներ հանգուցային փուլի հասում, շուրջ 800 դպրոցներ արդեն ստացել էին լաբորատորիաներ, այս տարի մենք ինչպես եւ պլանավորված էր, որտեղ գնումների գործընթացները արվել են եւ մատակարարումները ընթացքում են, բոլոր դպրոցներին կապահովենք լաբորատորիաներով եւ ես հատկապես ուրախ եմ տեսնելու, որ այն դպրոցները, որտեղ լաբորատորիաները արդեն ձևավորված են, էապես փոխվում է երեխաների մոտիվացիան ու հետաքրքրվածությունը բնագիտական առարկաներով, նրանք ավելի մեծ հաճույքով են մասնակցում դասերի, ավելի մեծ պատրաստակամությամբ են նաեւ մտածում այդ առարկաները ավելի խորությամբ ուսումնասիրելու եւ վստահ եմ, որ սա բերելու է նաեւ այս ուղղությամբ կրթության որակի էական բարեփոխման։ Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրումը մենք 25 թվականին հասցրել ենք ըստ էության գրեթե ամբողջական դրության, մասնավորապես 1-ից 11-րդ դասարաններում այն գործել է եւ այս տարի կներդրվի նաեւ 12-րդ դասարանում, այսպիսով ամփոփելով չափորոշիչի ներդրման գործընթացը եւ մենք զուգահեռաբար նաեւ աշխատել ենք չափորոշիչի լավարկման վրա, հաշվի առնելով այս տարիների ընթացքում արդեն իսկ դպրոցներից, ուսուցիչներից, ծնողներից, սովորողներից ստացված արձագանքը։ Պետք է ասեմ, որ նախորդ տարին մեզ համար հանգուցային էր նաեւ, որ մենք մասնակցեցինք առաջին անգամ PISA միջազգային հետազոտությանը, որը թույլ է տալու որոշակի նախնական իրավիճակ ամրագրել նաեւ մեր հանրակրթության 15 տարեկանների շրջանում, մասնավորապես արկա գիտելիքների եւ հմտությունների վերաբերյալ մի քանի ուղղություններով եւ այս տարվա սեպտեմբերին արդեն հետազոտության արդյունքները կհրապարակվեն եւ մենք առաջին անգամ կունենանք հնարավորություն բացի TIMSS հետազոտությունից նաեւ PISA-ի շրջանակներում մեր երկրի արդյունքները դիտարկելու։ Չափորոշիչի ներդրմանը համընթաց ստեղծվել են նաեւ նոր դասագրքեր, նոր բովանդակություն, մենք 23-ից 25 թվականներին ընդհանուր առմամբ 227 օրինակ դասագիրք ենք ձևավորել, 158 անուն եւ դրա շրջանակներում նաեւ հաշվի առնելով, որ այստեղ նույնպես բարեփոխում ունեինք եւ մրցակցային ընթացակարգեր ներդրվեցին, մեկ դասագրքի արժեքը միջինում նվազել է մինչեւ 26%-ով։ Եվ պետք է ասեմ, որ դասագրքերի ոլորտում մի շատ կարևոր ձեռքբերում, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման շրջանակներում ունեցանք, դա այն էր, որ սոցիալական կրեդիտի շրջանակներում յուրաքանչյուր 5-ից 12-րդ դասարանների սովորողների ծնող սովորողի համար ունի հնարավորություն 3000 դրամ ստանալու եւ սա վերաբերում է ավելի քան 300,000 երեխաների, ինչի 5-ից 12-րդ դասարան, որովհետեւ 1-ից 4-րդ դասարանների դասագրքերը պետությունն է ամբողջությամբ ապահովում եւ տրամադրում երեխաներին եւ 5-ից 12-րդ դասարաններում կա ծնողների կողմից վարձավճար։ Եվ այս 3000 դրամ ուրեմն վերադարձի շնորհիվ
Մենք ունենք իրավիճակ, երբ որ 5-րդ եւ 6-րդ դասարաններում ըստ էության սոցիալական կրեդիտից օգտվող ծնողների համար դասագրքերը դառնում են անվճար, իսկ մյուս դասարաններում այս վարձավճարը իջնում է մինչև 66%-ով եւ ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր փոփոխություն է, որը տեղի է ունեցել այս երկու համակարգերի սիներգիայի արդյունքում։ Պետք է ասեմ, որ ընդհանուր առմամբ դպրոցների ֆինանսավորման ուղղությամբ մենք էական աճ ենք գրանցել վերջին տարիներին եւ 25 թվականին միայն դպրոցների պահպանման ծախսերին հատկացվել է 128.8 միլիարդ դրամ, ինչը ուրեմն ավել է 18 թվականի համեմատ 56%-ով եւ սա շատ էական աճ է եւ ցույց է տալիս, որ կառավարությունը չնայած այն բոլոր մարտահրավերներին ու դժվարություններին, որ այս շրջանում անցել է մեր երկիրը եւ պետք է ասել, որ օրինակ համավարակը բերեց մի իրավիճակի, որ աշխարհի շատ երկրներ, այդ թվում զարգացած երկրներ, որոնք ունեն նաև կայուն կրթական համակարգեր, սկսեցին տարեցտարի կրճատել կրթության բյուջեները եւ Հայաստանի Հանրապետությունը այն եզակի երկրներից էր, որ չնայած բացի համավարակից մենք նաև այլ լրջագույն մարտահրավերներ ունեինք, տարեցտարի ոչ թե կրճատել, այլ այդ բոլոր տարիներին ավելացրել է կրթությանն ուղղվող բյուջեն եւ իմ բերած թվերը դպրոցների պահպանման ծախսերի մասով ընդամենը փոքր մասն են կրթության ոլորտին ուղղվող ծախսերի եւ միայն այստեղ մենք ունենք ավելի քան 56%-ի աճ։ Պետք է ասեմ, որ մենք դպրոցներում շատ ակտիվորեն աշխատում ենք նաև մասնավորի հետ համատեղ, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հաշվի առնելով այնպիսի ուղղություններով աշխատանքներ անելու, ինչպես օրինակ արհեստական բանականությունն է, եւ այստեղ մի քանի համատեղ ծրագրեր ունենք, որոնք շատ հաջող արդյունքներ են գրանցում եւ այստեղ էլ ընդլայնում ենք ունեցել FAST-ի հետ համատեղ մեր ծրագրում արդեն 26 դպրոցներ են 800 սովորողների համար եւ 26 թվականին մենք նախատեսում ենք, որ մեր հանրակրթական դպրոցների աշակերտների ավելի քան 80%-ի համար արհեստական բանականության այս դասընթացը կլինի հասանելի։ Իրականացնում ենք նաև տեղեկատվական տեխնոլոգիաների գործատուների միության հետ Step AI ծրագիրը, էլի արհեստական բանականության ուղղությամբ, որում 15 դպրոց է ընդգրկված։ Պետք է ասեմ, որ այս իմաստով Հայաստանի փորձը համարվում է ուսանելի եւ նաեւ ներկայացվում ու ուսումնասիրվում միջազգային հարթակներում եւ հենց այս պահին մենք նաեւ բանակցությունների մեջ ենք արհեստական բանականության գրագիտության ավելի համընդհանուր դասընթացի ներդրման ուղղությամբ, որը արդեն ոչ թե մասնագիտական կողմնորոշման, այլ մեր թե սովորողների եւ թե ուսուցիչների շրջանում անհրաժեշտ գրագիտության մակարդակի ապահովման ուղղված կլինի, քանի որ մենք գտնվում ենք այն իրավիճակում, երբ որ այդ իրողությունները պետք է հաշվի առնվեն եւ պետք է խնդիրներից վերածվեն մեր ուժեղ կողմերի։ Մենք բնականաբար շատ կարևոր աշխատանք ենք համարում ուսուցիչների մասնագիտական զարգացման ու վարձատրության բարձրացման համակարգը, պետք է ասեմ, որ 25-ին դրան ընդհանուր առմամբ 5 ծրագրերին համատեղ ուղղվել է 15 միլիարդից ավել դրամ եւ պետք է ասեմ, որ ընդհանուր առմամբ 65 անգամ աճել է ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ խրախուսման ծրագրերին ուղղվող բյուջեն 2018-ի նկատմամբ եւ 2026-ին արդեն այս ուղղությամբ մենք ունենք շուրջ 20 միլիարդ դրամի հատկացում եւ սա շատ էական ցուցանիշ է եւ նշանակում է, որ ուսուցիչների վարձատրության բարձրացման մեր քաղաքականությունները տեղ են հասնում ու մասնավորապես մենք ամեն երրորդ ուսուցիչ այս պահին արդեն կամավոր ատեստավորված է, ավելի քան 9600 ուսուցիչներ, եռակի աճել է նաև տարակարգի դիմելու եւ տարակարգ ստանալու տեմպը, պետք է հիշեցնեմ, որ 50% միջև հավելավճարել այս ձևով է հնարավոր, 9200 բնագիտական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների դասավանդող ուսուցիչներ նաև 25% հավելավճար են ստանում ի լրումն այս բոլոր ծրագրերի եւ գյուղական միջև 100 աշակերտ ունեցող դպրոցներ էլ 3120 ուսուցիչ իրենց դասավանդած ժամերից անկախ ստանում են նաև 1 դրույքի պակասող մասը լրացնող վարձատրությունը եւ սա բերել է մի իրողության, որ իրականում մենք այս պահին ունենք ուսուցիչներ, որոնք ըստ էության բավականին զգալի աշխատավարձ են ստանում եւ սա նշանակում է, որ կարող են նաև սոցիալական արժանապատիվ պայմաններում իրականացնել նաև այն կարևոր աշխատանքը, որը մեր երեխաների զարգացմանը եւ մեր երեխաների կարողությունների ապահովմանն ուղղված աշխատանք է։
Ես կուզեմ մեկ շատ կարճ ու պարզ ցուցանիշով ցույց տալ այս քաղաքականությունների համալիր արդյունքը 24-25 թվականներին մեր դպրոցեն մուտք գործել ավելի քան 4000 նոր ուսուցիչներ եւ սա առաջին հերթին հենց մանկավարժական աշխատանքի գրավչության բարձրացման քաղաքականության հետևանքն է եւ նրանց կեսից ավելին աշխատում են գյուղական բնակավայրերում եւ նրանց շուրջ 80%-ը մինչեւ 45 տարեկան մարդիկ են, ինչը նշանակում է, որ երիտասարդները այն մարդիկ, ովքեր որոշում են գուցե որոշ ժամանակ մտածել են գնալ դպրոց, թե ոչ, այժմ այդ ընտրությունը կատարում են, որովհետև տեսնում են արժանապատիվ աշխատանքի եւ աշխատավարձի հնարավորություն։ Նախորդ տարի առաջին անգամ նաեւ հոգեբանների ատեստավորում ենք իրականացրել, այս տարի պլանավորում ենք նաեւ հատուկ մանկավարժների ատեստավորումը։ Կառավարման բարեփոխումները նույնպես ընթացել են իրենց հունով, ես քանի որ ժամանակի խնդիր ունենք, կփորձեմ ավելի հակիրճ ներկայացնել եւ պետք է նշեմ նաեւ, որ մենք առանձին ուշադրությամբ հետևել ենք նաեւ թվայնացման աշխատանքներին, լավարկել ենք դպրոց ընդունելության էլեկտրոնային գործընթացը եւ 26 թվականից արդեն ծնողը երեխային հատակրելիս ստիպված չի լինի մինչեւ 6 փաստաթուղթ ներկայացնել, ինքնաշխատ եղանակով տվյալները կստացվեն տարբեր համակարգերից եւ կստուգվեն եւ մենք նաև մանկապարտեզ հաճախած երեխաների տվյալների կրկնակի մուտքագրման խնդիրներն ենք բացառել եւ թվայնացման այս աշխատանքը շարունակելու ենք։ Այս տարի կթվայնացվի նաև ավագ դպրոցի ընդունելությունը եւ կրթության կառավարման տեղեկատվական համակարգում կընդլայնվեն նաև թվայնացման մյուս գործառույթները եւ նաև հաշվետվությունների ստացման հնարավորությունները, ինչը թույլ կտա ավելի տվյալահեն քաղաքականություն վարել։ Նախադպրոցական կրթության մասին խոսելիս պետք է ասեմ, որ 25 թվականի ավարտին 3-ից 5 տարեկանների ընդգրկվածությունը կազմել է 81%, ես արդեն նշեցի, որ մենք դեռևս ընթացքում ենք 500 մանկապարտեզների եւ նախակրթարանների մյուս հատվածի իրականացման փուլում եւ այսպիսով կառավարության 85% թիրախը, որը սահմանված էր ծրագրով, այս տարի կարծում եմ ոչ միայն կապահովի, այլ նաեւ կգերազանցվի եւ այդ իմաստով նաեւ մենք բարեփոխում ենք իրականացրել նախադպրոցական կրթության վարչական ռեգիստրների վարման իմաստով եւ 2026 թվականից այս տարվանից մեր նախարարությունը կհանդիսանա նաեւ վարչական ռեգիստրի վարող եւ տվյալները կհաշվարկվեն ինքնաշխատ եղանակով, այդ տեսանկյունից նաեւ ավելի համապարփակ եւ ամբողջական տեղեկատվություն ներկայացնելով եւ երեխաների ընդգրկվածությանը հետևելով։ Արդեն նշեցի 500 մանկապարտեզների եւ նախակրթարանների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ու վերանորոգման մասին, դրա շրջանակում ներառված են 505 մանկապարտեզներ եւ նախակրթարաններ եւ այդ իմաստով արդեն իսկ ունենք բավականին լուրջ առաջընթաց, 17%-ի աճ ունենք 2021 թվականի նկատմամբ երեխաների ընդգրկվածության նախադպրոցական հաստատություններում եւ սա նշանակում է, որ այս աշխատանքների ավարտին մենք ել ավելի մեծ հնարավորություններ կբացենք մեր երեխաների համար։ Պետք է հիշեցնեմ, որ նախադպրոցական կրթության ոլորտի մեր կարևոր ուղղվածությունն էր, որպեսզի մենք միայնակ չանենք այդ աշխատանքը, այլ նաեւ խթանենք մասնավորին եւ լիցենզավորման նոր գործընթաց սկսեցինք նախորդող տարիներին, այս պահին արդեն 25 թվականի դրությամբ 249 մասնավոր հաստատություններ լիցենզավորված են, այստեղ հաճախում է շուրջ 10800 երեխա։ Պետք է ասեմ, որ այս երեխաները ըստ էության, եթե այդպես կարելի ասել, դուրս են եկել ստվերից, որովհետև լիցենզավորումը ոչ միայն որակի վերահսկողություն է, այլ նաև ապահովել է այս երեխաների հաշվառումը եւ ընդգրկվածությունը, ուրեմն մեր ընդհանուր վիճակագրության մեջ, եւ պետք է ասեմ, որ քաղաքային բնակավայրերում նախադպրոցական հաստատություն հաճախող երեխաների 22.3%-ը ընդգրկված է մասնավոր մանկապարտեզներում եւ այս տարի մենք պլանավորում ենք գործարկել մասնավոր մանկապարտեզներում երեխաների նախադպրոցական կրթության ֆինանսավորման մոդելը եւ այդ թեմայով աշխատում ենք նաեւ մեր գործընկեր համայնքների հետ։ Պետք է ասեմ, որ մեր աշխատանքների արդյունքում նաև էապես կրճատվել է նախադպրոցական ծառայություններ չունեցող բնակավայրերի թիվը 25 թվականի դրությամբ 1011 բնակավայրից միայն 87-ում է, որ առկա չեն եղել նախադպրոցական ծառայություններ, 23-ին այս ցուցանիշը 229-ն է եղել, այսինքն էական կրճատում ունենք եւ շարունակել ենք նաեւ համընդհանուր ներառական կրթության ներդրման գործընթացը, արդեն շուրջ 2000 երեխաների մասին ենք խոսում, որոնք ունեն
կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք եւ այսպիսով հնարավորություն են ստանձնել պետության ֆինանսավորմամբ ընդգրկվել մանկապարտեզներում եւ ստանալ համապատասխան ծառայություններ եւ պետք է հիշեցնեմ, որ 23 թվականին, երբ սկսեցինք այս process-ը, ընդամենը 91 երեխայի մասին էինք խոսում, այսինքն անգամներով աճել է այս ուրեմն թիվը եւ աճել է այն երեխաների թիվը, որոնք որ հնարավորություն է ստացել կառավարության քաղաքականության արդյունքում գնալ մանկապարտեզ։ Պետք է հատկապես կարևորեմ ամփոփելով նախադպրոցական կրթության մասին խոսքս մսուրի ծառայությունների ընդլայնումը եւ հատկապես այն հանգամանքը, որ մենք նախորդ տարի մեկնարկեցինք 1 տարեկաններից սկսած նախադպրոցական ծառայության մոդելը եւ պետք է ասեմ ինքս էլ լինելով այդ մսուրի խմբերում կարծում եմ, որ բավականին ստացված եւ սպասված ծառայություն է եւ մեր նպատակն է, որ մեր բոլոր խոշորացված համայնքներում այս ծառայությունները հասանելի լինեն։ Քոլեջների ոլորտում մեր քաղաքականությունը բարձրացնելու մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգի գրավչությունը էական արդյունք է տալիս եւ 2025 թվականի դրությամբ մեր քոլեջներում սովորում էին արդեն ավելի քան 47700 ուսանողներ, 21 թվականի նկատմամբ 27.5% աճ ունենք, ուսանողների թվի ընդունելության ցուցանիշը բարելավել է 29%-ով 21-ի նկատմամբ եւ աճը հատկապես գալի է գերական մասնագիտություններով, որտեղ 50,000 դրամ կրթաթոշակ ենք տալիս արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության ուղղություններով, որտեղ արդեն ունենք ավելի քան 3000 ուսանողներ, որոնք շահառու են եւ սովորում են այս կարևոր ուղղություններով։ Մենք շարունակել ենք դուալ կրթության ներդրումը եւ մասնավորի հետ աշխատանքով, պետք է ասեմ, որ արդեն ունենք նաեւ օրինակ տեքստիլի ոլորտում, նաեւ Alex տեքստիլի հետ պայմանավորվածություն Երևանի Թեթև արդյունաբերության քոլեջի համատեղ կառավարման եւ նաեւ այս քոլեջում տեքստիլի ոլորտի մասնագիտությունների նորացման մասին եւ այս շարունակական աշխատանքը մյուս գործընկերների հետ, օրինակ հիմա նաեւ խոհարարության ուղղությամբ Երեմյանների հետ ենք աշխատում, որպեսզի խոհարարության մասնագիտությունը նույնպես մասնավոր ոլորտի պահանջներին համեմատ եւ համատեղ բովանդակության վերանայման իրականացնենք։ Մենք շարունակել ենք նաև քոլեջների օպտիմալացման գործընթացը եւ այստեղ ունեցել ենք 21 թվականից 13 քոլեջների միավորման 7 գործընթաց եւ սա էլ հնարավորություն է տալիս թե մասնագիտությունների եւ թե նաեւ մասնագիտական կրթական հաստատությունների տեղակայման ու ծառայությունների տրամադրման ուղղությամբ ավելի արդյունավետ լինել։ Շարունակել ենք նաեւ ատեստավորումը քոլեջների դասախոսների եւ վարպետների վարձատրության ուղղությամբ առնվազն կրկնապատկվում երբեմն նաև եռապատկվում է նրանց վարձատրությունը ատեստավորման արդյունքում տեքստիլի ուղղությունն է ներառվել նախորդ տարի եւ ատեստավորվել է 181 մասնագետ տեքստիլի ոլորտում դասավանդող եւ ընդհանուր առմամբ մենք ունենք արդեն շուրջ 35.2% այս ուղղություններով դասավանդողներից, որոնք արդեն իսկ վերապատրաստվել են եւ 35%-ն էլ ատեստավորումը հաջողությամբ հաղթահարել է։ Պետք է ասեմ նաև, որ մենք տարակարգի մեխանիզմ ենք տարեվերջին գործարկել քոլեջների մանկավարժների համար, որը նոր ծրագիր էր եւ որը նույնպես վարձատրության բարձրացման հնարավորություն է տալիս եւ արդեն ունենք հայտեր, առաջիկայում վստահ եմ, որ կունենանք նաև տարակարգ ստացած քոլեջների դասախոսներ։ Պետք է հիշեցնեմ նաև, որ մենք առանձնահատուկ ուշադրության տակ ենք պահում արտադպրոցական եւ ոչ ֆորմալ կրթության ուղղությունը եւ եկամուտների համընդհանուր հայտարարագրման շնորհիվ նաև այս գործընթացը նոր թափ ստացավ։ Մենք 25 թվականի ավարտի դրությամբ ավելի քան 800 ծրագրեր էինք երաշխավորել 16 անգամ ավելի քան նախկինում 1 տարում եւ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի շուկան կարծես դառնում է իսկապես պահանջված եւ հատկապես մեծահասակների կրթությունը նոր թափ է ստանում, ինչի համար մենք առավել քան ուրախ ենք, որտեղ սա նաեւ շարունակական սովորելու վարքականոնը ամրապնդում է իբրև հանրային վարքականոն։ Պետք է հիշեցնեմ նաև, որ մեր ֆինանսավորմամբ 638 դպրոցներում գործում են արմատ ինժեներական խմբակները, որոնք կրթություն են տրամադրում շուրջ 17000 դպրոցականների։ Մենք համագործակցում ենք նաև ՔՈԱՖ-ի հետ, ԹՈՒՄՕ-ի հետ եւ արտադպրոցական կրթության մեր համակարգը պետք է ասել, որ
օրինակելի է նաև այդ իմաստով եւ ոչ ֆորմալ կրթության մոդելները դառնում են շատ ճանաչելի աշխարհում։ Եվ պետք է ասեմ նաև, որ այս ուղղությամբ շարունակել ենք նաև ատեստավորման գործընթացը արվեստի եւ սպորտի ոլորտների արտադրության հաստատությունների մանկավարժների համար։ Ներկայումս ատեստավորված է ոլորտի 290 մանկավարժ, նրանցից 77%-ը մշակույթի ոլորտից են, 22%-ը սպորտի ոլորտից։ Բարձրագույն կրթության ուղղությամբ մեր կարևորագույն արված աշխատանքներից մեկը դա բարձրագույն կրթության գիտության մասին օրենքն էր, որը նախորդ տարի ընդունվեց եւ ձևավորեց լիարժեք իրավական շրջանակ ոլորտի բարեփոխումների համար։ Ակադեմիական քաղաք մեգածրագիրը, որի մասով մենք շարունակում ենք աշխատանքները եւ 25 թվականին ունեցել ենք էական առաջընթաց թե նախապատրաստական աշխատանքների ամփոփման, թե իրականացման աշխատանքների մեկնարկի ու հանրային մասնակցության իմաստով։ Պետք է հիշեցնեմ, որ 26 թվականին արդեն նախագծման եւ տարեվերջին շինարարության գործընթացները մեկնարկելու տրամաբանությամբ ենք աշխատում։ Այժմ գլխավոր հատակագիծը համալիր փորձաքննության փուլում է, պարզ փորձաքննության դրական եզրակացությունը ստացել ենք եւ միաժամանակ աշխատում ենք ենթակառուցվածքների մրցույթների կազմակերպման ուղղությամբ եւ բովանդակային աշխատանքներն էլ ներգրաված հեղինակավոր միջազգային գործընկերների մասնակցությամբ ընթացքում են վերանայված հայեցակարգը բոլորովին վերջերս հաստատվեց կառավարության կողմից ներդրումային փաթեթը ամբողջականացվում է եւ հեղինակավոր Ernst & Young կազմակերպության կողմից առաջիկա 2 շաբաթվա ընթացքում կներկայացվի եւ ֆինանսավորման վերաբերյալ ավելի հստակ ուրեմն գործընկերների ներգրավման ուղղությամբ քայլերը կձեռնարկենք նաեւ այս տարվա ընթացքում։ Նախորդ տարի մեր բուհեր ընդունվել է 10,970 առաջին կուրսեցի, սա բավականին բարելավված ցուցանիշ է եւ պետք է ասեմ, որ նրանց 59%-ը ԲՏՃՄ ուղղություններով է եւ այստեղ էլ պետք է հիշեցնեմ, որ մենք գերակա ուղղություններով կրթաթոշակային ծրագրեր ունեինք եւ այստեղ էլ տեսնում ենք ուսանողների թվի էական աճ եւ պետք է ասեմ նաեւ, որ նախորդ տարի եւս մի կարեւոր աշխատանք էինք ձեռնարկել բուհերում օտարերկրյա ուսանողների ներգրավման ուղղությամբ, ինչի շնորհիվ թվային հարթակով են օտարերկրյա ուսանողների ընդունելությունը իրականացրել եւ սա բերել է նրան, որ միայն օտարազգի քաղաքացիների հայտերը նախորդ տարվա համեմատ աճել են 90%-ով, իսկ 21 թվականի նկատմամբ օտարերկրյա դիմորդների թվաքանակը ավելացել է 67%-ով եւ սա նշանակում է, որ եթե գործիքակազմերը համապատասխան են եւ հարմար են, ապա սա էլ մեծացնում է գրավչությունը։ Գիտության ոլորտում կարևորագույն մեր ձեռքբերումը պիտի համարեն գիտության ռազմավարության հաստատումը, որը տեխնիկապես տեղի ունեցավ հունվարին, բայց ամբողջ աշխատանքը իրականացվել էր եւ քննարկումները կազմակերպվել էին նախորդ տարի։ Գիտության ոլորտի մեր քաղաքականությունը ել ավելի հավակնոտ է դառնում, որովհետեւ 2030 թվականի համար մենք արդեն հնայի միջև 1%-ի գիտությանը հատկացման թիրախ ենք սահմանել, նաեւ ակնկալելով մասնավորի մասնակցություն 0.25%-ի մասով եւ ես սա կարծում եմ ոլորտի զարգացման էական խթան պետք է հանդիսանա։ Այստեղ իհարկե մեզ համար շատ կարևոր աշխատանքներն են կապիտալ բնույթի աշխատանքները, որով մենք ձեռք ենք բերում այնպիսի սարքավորումներ, որոնք էապես բարձրացնում են մեզ մոտ իրականացվող հետազոտությունների մրցունակությունը եւ նաեւ ապահովում են միջազգայնացման նոր մակարդակ եւ պետք է հիշեցնեմ, որ օրինակ նույն ԵՊՀ-ի արհեստական բանականության կենտրոնի համար միայն շուրջ 3.7 միլիարդ դրամ է հատկացվել, իսկ ընդհանուր առմամբ այս ուղղություններին տասնյակ միլիարդ դրամներ են ուղղվել եւ դա էապես բարձրացրել է մեր գիտության մրցունակությունը։ Բազային վարձատրությունը գիտաշխատողների համար աճել է մինչև 300%-ով եւ այսօր գիտնականի աշխատավարձն ու վարձատրությունը դարձել է բավականին գրավիչ եւ ապահովում է նաեւ ոլորտում երիտասարդ գիտաշխատողների մուտք եւ կարծում ենք, որ այս քաղաքականության շարունակությունը նաեւ ցույց կտա հետագա զարգացման հեռանկարները, որոնք ռազմավարությամբ հստակ ամրագրված են։ Երիտասարդության ոլորտում մեր կարևորագույն աշխատանքներ երիտասարդական քաղաքականության մասին օրենքի ընդունումը, որը 25 թվականին տեղի ունեցավ եւ դրանից հետո նաեւ համապատասխան գործընթացների մեկնարկը։ Պետք է ասեմ, որ 22-25 թվականներին մարզերում ստեղծվել եւ գործում են 9 երիտասարդական կենտրոններ, նախորդ տարի դրանք 33,000 երիտասարդների համար դարձել են
քննարկումների եւ միջոցառումների հարթակ, 5 կենտրոն ձևավորել ենք նախորդ տարի, որոնք արդեն սկսել են գործել եւ կարծես պարոն Գաբրելյան առիթ եք ունեցել օրինակ նոյեմբերյանում լինելու եւ տեսնում եք, որ հրաշալի միջավայր է ձևավորվում, հաճախ բնակավայրերում ուղղակի չկան նման տարածքներ, որտեղ երիտասարդները կարող են գնալ, միասին շփվել, որևէ հետաքրքիր ժամանց ունենալ, գաղափարներ ու ծրագրեր, այո, շատ տարաբնույթ հնարավորություններ են ձևավորվում համատեղ կինոդիտումների, համատեղ քննարկումների, երաժշտական միջոցառումների եւ սա շատ կարեւոր ու կյանք փոխող նախաձեռնություններ են եւ այս տարի էլ մենք շարունակելու ենք եւս 11 երիտասարդական կենտրոնների ձևավորման աշխատանքները եւ բնականաբար նաեւ տարաբնույթ այլ ուղղություններով աշխատում ենք երիտասարդության ոլորտում շատ ակտիվ համագործակցելով հասարակական կազմակերպությունների հետ, ինչի առիթով ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել, որտեղ այս ոլորտում իսկապես շատ մասնակցային աշխատանք է